Հանրապետությունում մեկնարկել է 2026 թվականի ձմեռային զորակոչը։ Հունվարի 12-ին զինվորական ծառայության ճանապարհվեց Սևան համայնքի նորակոչիկների առաջին խումբը։ Սևանցիները մեծ ու փոքր հայոց բանակ էին ճանապարհում իրենց որդիներին, որոնք օրեր անց համալրելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերը։ Հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին բարեմաղթանքի, բարի ճանապարհի խոսքերին։ Բարի վերադարձ մենակ, թող իմանամ, որ ստե սպասող ունեն։ Զինվորներին խմախտեմ կապույտ երկինք խաղաղություն լինի, իրանք էլ բարով գնան, բարով գան, Աստծո օրհնությամբ։ Սպասում ենք իրանք խելոք ծառայեն, կանացնեն մեզի։ Ուզում եմ հպարտությամբ ճանապարհել իմ տղային, որպեսզի ինքը զգա հայրենիքի գինը եւ իր ուժերի սահմաններում պահպանի հայրենիքը։ Եվ հպարտությամբ էլ ընդունեմ իմ որդուն։ Հայոց բանակին զինվորագրվող տղաներն առավել լավ են պատկերացնում իրենց առաքելությունը։ Ավակ ընկերների օրինակին ու պատգամներին հավատարիմ Սևան համայնքի նորակոչիկները գնում են կատարելու իրենց պարտքը հայրենիքին։ Գեղարքունիքի մարզպետ պարոն Սարգսյանի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլոր զորակոչիկներին եւ ծնողներին զորակոչի կապակցությամբ եւ ասեմ Հունվարի 8-ին է մեր մարզում սկսվել զորակոչը, սկսվել է Վարդենից եւ Մարտունի համայնքներից, այսօր շարունակվում է Սևան, Գավառ եւ Ճամբարակ համայնքներում եւ կշարունակվի մինչեւ հունվարի 31-ը։ Սևանի զինկոմիսարիատում հաշվառված նորակոչիկները Սևան քաղաքից եւ հարակից բնակավայրերից էին, ովքեր անցան բժշկական վերջին զննությունը, իրականացվեցին վերջին փաստաթղթային գործողությունները։ Սևանի զինկոմիսարիատից նորակոչիկները Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի, Սևանի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցների, իրենց հարազատների, սևանցիների ուղեկցությամբ ավանդույթի համաձայն այցելեցին Սևանի Սրբոց հրեշտակապետած եկեղեցի, որտեղ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանի կողմից կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ երկինսս Սուրբ Եղեցի անուն քո, եկեսցե արքայություն քո, Եղեցին կամ քո, որպես հերկինս եւ հերկին, ըսած մեր անապազով դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք թողում քեոց պարտաբանած, եւ մի կանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարեն, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս ամեն, Պահպանիչ եւ հույս հավատացյալների Քրիստոս մեր Աստված, պահիր, պահպանիր եւ օրհնիր քո այստեղ ներկա բոլոր քո հավատացյալ զավակներին եւ նաեւ նորակոչիկներին։ Քո սուրբ խաչի հովանու ներքո խաղաղության մեջ, հրկյա, ազատյա, երևելի եւ աներևույթ թշնամիներից արժանավորիր, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք քեզ, օր եւ սուրբ հոգու հետ։ Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ներկաները օրվա արդիվ շնորհավորեցին նորակոչիկներին, խաղաղ եւ ապահով ծառայություն մաղթեցին, հույս հայտնելով, որ նրանք բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները եւ բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։ Ձեզ բարի ծառայություն, ամփոփ ծառայություն, համախմբված ձևով գնում եք իրար հետ մի ընտանիք պես համախմբված, բարով ծառայեք, վերադառնաք ձեր ընտանիքներին, Աստված ձեր հետ։ Ձեզ ձեր ընտանիքի անդամներին համբերություն, այս 1.5 տարին թող ձեր համար լինի Աստծո օրհնության եւ խաղաղության տարի։ Բարի ծառայություն։ Այսօր դուք ոտք եք դնելու ձեր կյանքի ամենակարևոր փուլերից մեկը։ Ծառայելու եք հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի Հանրապետության։ Թող որ այն ուղին, այն ճանապարհը, որ անցնելու եք այդ ծառայությունը կատարելիս, լինի հարթ, խաղաղ եւ անվտանգ։ Բարի ծառայություն բոլորիդ։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի եւ Սևանի վետերան ոստիկանների միության կողմից ավանդույթի համաձայն նորակոչիկներին հանձնվեցին նվերներ։ Սևանը բանակ ճանապարհեց իր զավակներին, ճանապարհեց օրհնանքներով ու բարեմաղթանքներով։
Ամենուր հնչում էին բարի ծառայություն մեր նորակոչիկներին, խաղաղ եւ ապահով ծառայողական ուղի իբարս զինված ուժերի եւ Հայաստանի Հանրապետության։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV 1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։ Հայրենիք անկախ եւ ազատ, հայրենիք իմ մայր հարազատ, զավակներդ հզոր անվեհեր, հսկում են լեռները տալեհեր, որդիները անվախ չաուշի, նշտեհի